Հնարավոր 100-ից 26 միավոր։ Այսպիսին է Հայաստանի հանրային կառավարման որակի գնահատականը, որը տվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող Sigma նախաձեռնությունը։ Այն ըստ էության կառավարությունների աշխատանքը գնահատող մարմին է։ Sigma-ն հրապարակել է 2025-ի վերաբերյալ զեկույցը, որում Հայաստանի Հանրապետությունը 0 միավոր է ստացել մի քանի կարևոր ուղղություններով։ Դրանք են թափանցիկության ապահովման ռազմավարական եւ ինստիտուցիոնալ ձևավորում, հանրային տեղեկատվության սահմանում, հանրային տեղեկատվության հասանելիության իրավունքի արդյունավետ վերահսկող մարմին։ Կառավարության գործունեությունը բավարար չափով թափանցիկ չի։ Իհարկե որոշ տվյալներ կառավարությունը հրապարակում է, բայց միայն դրանց հրապարակելը բավարար չի։ Շատ կարևոր է, թե ինչպես է կառավարությունը կայացնում որոշումներ առանձին հարցերի վերաբերյալ, այդ որոշումների հիմնավորվածությունները, այդ որոշումների կայացման գործընթացը ինչպես են գալիս դրան, այդ մասերը թափանցիկ չեն։ Sigma-ն մատնանշել է օրենսդրական դաշտի եւ ինստիտուցիոնալ կառուցվածքի թերությունները, ինչպես նաեւ թափանցիկության չափանիշների պահպանման նկատմամբ վերահսկողության բացակայությունը։ Զեկույցում ասվում է, քաղաքական հստակ պատասխանատվության եւ ուղղորդման պակասը խոչընդոտում է այս ոլորտում առաջընթացին։ Կառավարության նիստերի օրակարգ, այնտեղ մի լայն շրջանակ կա հարցերի, որոնք օրինակ առանց քվեարկության են ընդունում։ Լավ, որտեղ է կայացվում այդ որոշումը, ովքեր են կայացնում դրա վերաբերյալ որոշումը, փաստորեն վերջում կառավարությունը միայն դառնում է դակող մարմին, ինչ որ մի ուրիշ տեղ կայացրած որոշումը իրանք ուղղակի հաստատում են։ Հայաստանում հանրային տեղեկատվության հասանելիության իրավունքը ապահովվում է տեղեկատվության ազատության մասին օրենքով, սակայն այն ըստ Sigma-ի լիովին համատեղելի չէ ոլորտի միջազգային չափանիշների հետ։ Օրենքը բավարար հստակություն չի ապահովում բացահայտման ենթակա տեղեկատվության, ինչպես նաև թափանցիկության ռեժիմի ներքո ընդգրկվող մարմինների սահմանման հարցում։ Զեկույցի հեղինակները նաև ուսումնասիրել են բոլոր նախարարությունների կայքերը եւ պարզել, կան խնդիրներ նաև բարձրագույն ղեկավարների աշխատավարձերի վերաբերյալ տեղեկատվության հասանելիության հարցում։ Այս զեկույցի ֆոնին լրահոսը ողողված է պետական տարբեր գերատեսչություններում բաժանված պարգևավճարների վերաբերյալ լուրերով։ Միայն դեկտեմբերին վարչապետի աշխատակազմը 417 միլիոն դրամ պարգևավճար է ստացել։ Այս ամենի արդյունքում պետական կառավարման համակարգի աշխատանքը պիտի դառնա եւ դառնում է ավելի արդյունավետ եւ պետական կառավարման համակարգի արդյունավետության առաջնային շահառուները թոշակառուներն են, սոցիալական խոցելի խավերը, որոնք, ինչպես տեսնում եք, շատ երկար ժամանակ ցածր եւ ծրարով աշխատավարձ ստանալու պայմաններում այնպես չի, որ շատ բան փոխվել է։ Պարգևատրվել էր նաև Նիկոլ Փաշինյանը, նրա խոսքով առաջին անգամ է օգտվում այս հնարավորությունից։ Զեկույցում նշվում է, քաղաքացիների մեծ մասը կարծում է, որ կառավարությունը երբեմն դիտավորյալ թաքցնում է հանրությունից կարևոր տեղեկատվություն, որը կարող էր հրապարակվել։ Օրինակ Հայաստանի հանրային հատվածի բարեփոխումների վերաբերյալ իրենք 2019 թվականին բազային հաշվետվություն էին հրապարակել, թե ինչպիսին է հանրային կառավարումը Հայաստանում, եւ ենթադրվում էր, որ հիմա պետք է արձանագրած լինեն զարգացումները, թե ինչ դրական զարգացումներ են եղել 2019-ից հետո եւ հիմնական արձանագրու զարգացումները տեղի են ունեցել էլեկտրոնային կառավարման բնագավառում, մնացած հարցերի հետ կապված ըստ էության տեսնում ենք, որ առաջընթաց չկա։ Զեկույցում նշվում է, որ Հայաստանը ընդհանուր առմամբ առաջընթաց է գրանցել պետական կառավարման համակարգի գործառնական արդյունավետության բարելավման ուղղությամբ, հանրային ֆինանսների կառավարման եւ պետական ծառայությունների թվայնացման ոլորտներում արձանագրվել են էական ձեռքբերումներ, սակայն պետական կառավարման բարեփոխումների բոլոր ոլորտներում դեռևս կան ուղղություններ, որոնք պահանջում են զգալի հետագա զարգացում։ Հենց Sigma-ն է գնահատում Եվրամիությանը անդամակցության հավակնող տարբեր երկրների օրենսդրությունների համապատասխանությունը անհրաժեշտ չափանիշներին։ Դեպի Եվրոպա ձգտող Հայաստանն այս հարցում դեռ շատ աշխատանք ունի անելու։